Կանանց հանդեպ բռնության թեման ակտիվորեն սկսում է քննարկվել միայն երբ տեղի է ունենում անդառնալի դեպք։ Մնացած դեպքերում արժեզրկվում է աբյուզիվ հարաբերությունները մեդիայում դառնալով հումորի առարկա, թիրախավորվում են ամուսնալուծված կանայք պաթետիկ տեքստերով, ինչ որ խումբ որոշում է X կնոջ հաշվին, ով ամուսնալուծվել ավելի բարոյական, ավելի ճիշտ, ավելի լավ է երևա եւ սկսում է պիտակավորել ու թիրախավորել այդ կնոջը։ Մյուս կողմից այդ նույն շրջանակը հաջորդիվ դատապարտում է կանանց, ովքեր բռնության են ենթարկվել։ Այդ հող ամուսնալուծվեր, ինքն է մեղավոր, ինչի՞ չի ամուսնալուծվել, որ հետո այդ կինը ամուսնալուծի քո նմանը նորից թիրախավորի այդ կնոջ, ասի լավ կինը կպահեր հարաբերություններ, ախր ամուսնալուծվել ավելի հեշտ որոշում է։ Իսկ կթողեք կանանց։ Ամեն անգամ այսպիսի մտքեր գեներացնելով ուղղակի հիշեք, որ բռնության մեջ մեղավոր է բռնարարը, ստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Միջավայրի համար, որտեղ բռնարարը իրեն անպատժելի, ապահով է զգում, այդ դրա պատասխանատուն սոցիումն է։ Ամեն անգամ, երբ որ դուք թիրախավորում եք ամուսնալուծված կանանց առանց խորանալու դեպքերի մեջ, աշխարհում մի բռնարար տղամարդ իրեն ավելի ամուր է զգում ոտքերի վրա, ավելի ինքնավստահ է զգում, իսկ աշխարհում բռնության ենթարկվող, բռնության մեջ ապրող մի կին իրեն ավելի խոցելի է զգում։